Տեսանյութը պատրաստվել է աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին ծրագրի շրջանակում։ Սահմանադրական դատարանում այս գործի քննության առիթը ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ի 2023 թվականի մարտի 21-ի դիմումն է։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ։ Մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվում են խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ։ Դիմողն իր առաջին հարցով ցանկանում է հասկանալ այս նորմերի սահմանադրաիրավական բովանդակությունը, թե արդյոք հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը ներառվում է խմբակցությանը հասանելիք տեղերի թվի մեջ։ Դիմողի երկրորդ հարցն այն է, թե արդյոք ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի եւ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոններում թեկնածուներ առաջադրելու եւ ընտրություններ անցկացնելու ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված ընթացակարգերը ոչ իրավաչափ կերպով չեն սահմանափակում ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության իրավունքները։ Դիմողի դիտարկմամբ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումից բխում է, որ քաղաքական մեծամասնությունը եւ քաղաքական փոքրամասնությունը պահպանում են նույն հարաբերակցությունն ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում, ինչպիսի հարաբերակցություն գործում է ազգային ժողովի խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի դեպքում։ Ըստ դիմողի, դա նաև նշանակում է, որ մշտական հանձնաժողովի կազմում խմբակցության ներկայացուցիչների թիվը չի կարող փոփոխվել կախված այն հանգամանքից, թե խմբակցության ներկայացուցիչը տվյալ հանձնաժողովի նախագահն է, տեղակալը, թե պարզապես անդամ։ Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղը վերապահվում է կոնկրետ խմբակցությանը, ապա այդ պաշտոնը հաշվառվում է հանձնաժողովում տվյալ խմբակցությանը հասանելիք տեղերի թվում։ Դիմողը նշում է, որ ազգային ժողովի կանոնակարգի 8-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ եւ 6-րդ կետերով խմբակցությանը վերապահվել են երկու տարբեր իրավունքներ։ Մասնավորապես 6-րդ կետով սահմանված է, որ խմբակցությունն իրավունք ունի ազգային ժողովի հանձնաժողովում իրեն վերապահված տեղում նշանակել խմբակցության անդամի, ինչպես նաև նրան փոխարինել այլ անդամով, իսկ 5-րդ կետով իրեն հասանելիք մշտական հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրել, այլ ոչ տվյալ պաշտոնում թեկնածու նշանակել։ Դիմողը համարում է, որ կանոնակարգի 150-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով, ինչպես նաև 138-րդ հոդվածի 12-րդ մասով ամրագրված կարգավորումների պայմաններում լիակատար է դառնում ընդդիմադիր խմբակցության կախվածությունը կառավարող խմբակցությունից։ Ըստ դիմողի, ընտրվելու երաշխիքների բացակայությամբ եւ կամ կամայական ընտրություններով պայմանավորված գործընթացների արդյունքում կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, երբ ընդդիմադիր որևէ խմբակցություն չի ունենա մշտական հանձնաժողովում իրեն հասանելիք պաշտոնը այն պարագայում, երբ ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով առանց որևէ հիմքի չի ընտրի մշտական հանձնաժողովների ընդդիմադիր խմբակցությունը ներկայացնող թեկնածուին։ Ըստ դիմողի, Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունը օգտագործում է պաշտոնները բաշխվում են արտահայտությունը, մինչդեռ ազգային ժողովի կանոնակարգի վիճարկվող դրույթը եւ դրա հետ փոխկապակցված դրույթները կիրառում են թեկնածու առաջադրելու իրավունք արտահայտությունը, եւ այս երկուսը չեն համապատասխանում միմյանց, քանի որ պաշտոնների բաշխումը ենթադրում է խմբակցության որոշման հիման վրա նշանակում, որը կախված չէ կառավարող խմբակցության կամքից, մինչդեռ թեկնածու առաջադրելու իրավունքը տրամագծորեն հակառակն է։ Սահմանադրական դատարանի թիվ 1708 որոշման իրավական դիրքորոշումները բաժնում Սահմանադրական դատարանն առանցքային է համարել խորհրդարանական ընդդիմության դերի արժևորումը, ընդդիմության խորհրդարանական կյանքին լիարժեք մասնակցությունն ապահովող սահմանադրաիրավական կառուցակարգերի ամրագրման եւ դրանք արդյունավետորեն կյանքի կոչելու միջոցով։ Այդուհանդերձ դատարանը բավարար չի համարել ընդդիմության կարգավիճակի ձևական իրավական ինստիտուցիաների
ինստիտուցիոնալացումը ժամանակակից խորհրդարանական ժողովրդավարության կայացման համար։ Դատարանը նշել է, որ խորհրդարանական մեծամասնությունը եւ փոքրամասնությունը պետք է համագործակցեն պարլամենտարիզմին հարիր քաղաքական մշակույթի միջավայրում։ Այսինքն, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը պետք է առաջնորդվեն այն գիտակցմամբ, որ կոչված են կենսագործելու ժողովրդի կամքը եւ ըստ այդմ սպասարկելու առաջին հերթին ոչ թե նեղ կուսակցական, անձնական, այլ հանրային պետական շահը։ Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր որոշման իրավական դիրքորոշումները բաժնում վկայակոչել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի 2019 թվականի խորհրդարանական մեծամասնության եւ ընդդիմության հարաբերությունների պարամետրերը ժողովրդավարությունում ստուգաթերթը։ Ըստ այդ ստուգաթերթի, թե մեծամասնությունը, թե ընդդիմությունը պարտավոր են միասնաբար եւ բարեխղճորեն գործել հանուն քաղաքացիների հանրային շահերի, որոնք ժողովրդավարական իշխանության լեգիտիմ աղբյուր են։ Այդ հանձնառու վերաբերմունքը պետք է վերդասվի ամեն ինչից, այդ թվում քաղաքական առճակատման օրակարգից, թեպետ նման առճակատումը նույնպես բնականon եւ անհրաժեշտ երևույթ է ժողովրդավարությունում։ Մեծամասնությունը հենց մեծամասնություն լինելու պատճառով իշխանություն իրականացնելիս պարտավոր է ցուցաբերել ինքնազսպում եւ հարգանք դրսեւորել ընդդիմության հանդեպ։ Միևնույն ժամանակ ընդդիմությունը կամ ընդդիմադիր падգամավորները չպետք է չարաշահեն իրենց ընթացակարգային իրավունքները։ Խորհրդարանական մեծամասնության եւ փոքրամասնության միջև քաղաքական հավասարակշռության ապահովման համար առանցքային է խորհրդարանական ընդդիմության լիազորությունների երաշխավորումը խորհրդարանական կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում խորհրդարանի մարմիններում։ Այդ առնչությամբ Վենետիկի հանձնաժողովը մասնավորապես նշել է. եթե խորհրդարանում պատասխանատու պաշտոնների բոլոր նշանակումները կարող են կատարվել մեծամասնության կողմից միանձնյա, ապա առկա է ռիսկ, որ ընդդիմությունն իսպառ դուրս կթողնվի խորհրդարանի կառավարման մարմիններից։ Ավելի լավ լուծում է այնպիսի կանոնի ամրագրումը, որն ընդդիմության համար կապահովի արդար պայմաններով խորհրդարանի պատասխանատու պաշտոններին հասանելիություն։ Վենետիկի հանձնաժողովը ողջունում է պատասխանատու պաշտոններում համամասն ներկայացվածության սկզբունքը որպես ընդդիմության իրավունքների ապահովման կարևոր գործիք։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի ժողովրդավարական խորհրդարանում ընդդիմության իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ ընթացակարգային ուղեցույց կոչվող թիվ 1601 բանաձևում մասնավորապես նշված է. ընդդիմության անդամներն իրավունք ունեն մասնակցելու խորհրդարանի աշխատանքի կազմակերպմանը։ Նրանք կարող են ստանձնել խորհրդարանի այլ պատասխանատու պաշտոններ, խորհրդարանի ղեկավար մարմինների կազմը պետք է արտացոլի համամասն ներկայացվածության սկզբունքը եւ խորհրդարանի քաղաքական կազմը։ Ընդդիմությունը պետք է մասնակցի խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքներին։ Մշտական հանձնաժողովների նախագահությունը պետք է բաշխվի խորհրդարանական խմբակցությունների միջև համամասն ներկայացվածության սկզբունքի հիման վրա։ Կառավարության գործողությունների նկատմամբ մոնիթորինգի համար պատասխանատու հանձնաժողովների նախագահությունը, ինչպիսիք են բյուջեի եւ ֆինանսների հանձնաժողովը, աուդիտի հանձնաժողովը կամ անվտանգության եւ հետախուզության ծառայությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովը պետք է տրամադրվի ընդդիմության ներկայացուցչին։ Խորհրդարանական ցանկացած հանձնաժողով, մշտական թե ժամանակավոր, պետք է ձևավորվի համամասն ներկայացվածության սկզբունքի հիման վրա։ Սահմանադրական դատարանի 1708 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների վերաբերյալ կզրուցենք Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Շաթիրյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Իմ առաջին հարցը ձեզ. Ազգային ժողովի խմբակցությունները, ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, տեղակալների եւ կամ նախագահների պաշտոններում առաջադրումներ կատարելիս արդյոք ունեն հայեցողություն թեկնածուներ առաջադրելու կամ չառաջադրելու հարցում։ Բարև ձեզ, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Մինչ նշված հարցին անդրադառնալը նշեմ, որ խնդիրն ընդհանուր առմամբ հանգում էր հետևյալին. արդյոք կանոնակարգի վիճարկվող օրենսդրական կարգավորումների գործողության պայմաններում երաշխավորվում է Սահմանադրության 106 հոդվածի 2-րդ մասով ամրագրված մշտական հանձնաժողովներում տեղերի եւ պաշտոնների
ըստ խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնության բաշխման պահանջը։ Այսինքն ամբողջ սահմանադրաիրավական վեճն ըստ էության սրա շուրջ էր։ Ձեր կողմից բարձրացված հարցադրման հետ կապված Սահմանադրական դատարանն անհրաժեշտ համարեց գնահատել արդյոք իրավասու խմբակցության մշտական հանձնաժողովի նախագահի եւ նրա տեղակալի պաշտոնում տեխնացուներ առաջադրելու լիազորությունն իր բնույթով հայեցողական է թե պարտադիր։ Այս առումով բնականաբար, քանի որ անհրաժեշտ էր ստուգել վիճարկվող կարգավորումների համապատասխանությունը սահմանադրությանը, տվյալ դեպքում 106 հոդվածի 2-րդ մասին, անհրաժեշտություն առաջացավ բացահայտել նաև 106 հոդվածի 2-րդ մասի նախադասություններից յուրաքանչյուրի բովանդակությունը եւ առանձին դեպքերում դրանք դիտարկել օրգանական միասնության մեջ։ Ավելի պարզ ներկայացնեմ խնդիրը։ Սահմանադրության 106 հոդվածը վերաբերում է մշտական հանձնաժողովներին եւ դրա երկրորդ մասով սահմանվում է, որ մի դեպքում տեղերը, մյուս դեպքում մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնները մշտական հանձնաժողովներում բաշխվում են ըստ խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնության։ Այսինքն այս համամասնության պահանջը հաշվի առնելն իր բնույթով իմպերատիվ է, սահմանված է սահմանադրի կողմից եւ օրենսդրական կարգավորումները պետք է համապատասխանեն հենց սրա ոգուն եւ տրամաբանությանը։ Ինչի մասին էր վիճարկվող նորմերից առաջինը։ Առաջինը վերաբերում էր խմբակցության լիազորություններին եւ այս շրջանակում իրավասու խմբակցության կողմից, այսինքն իրեն վերապահված խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնում տեխնացու առաջադրելուն։ Մի կողմ թողնենք, որ օրենսդիրը տվյալ դեպքում գործածել է իրավունք ունի ձևակերպումը, ինչը խնդրահարույց է, բայց այս պահին ես չեմ ուզենա սրան անդրադառնալ, որովհետև ավելի լուրջ խնդիր կա։ Խնդիրն հետևյալն է. սա բոլոր դեպքերում խմբակցության լիազորությունն է։ Հիմա անհրաժեշտ է գնահատել այն իր բնույթով հայեցողական է թե պարտադիր։ Այս առումով առաջնային էր նաև հաշվի առնել ազգային ժողովի որպես ժողովրդի ներկայացուցչական մարմնի բնույթն ամրագրող սահմանադրական նորմի բովանդակությունը։ Եվ այս տրամաբանության պայմաններում, իհարկե, եթե սահմանադրության 106 հոդվածի 2-րդ մասով ամրագրված համամասնականությունից որոշակի շեղում տեղի ունենա ցանկացած շեղում, ըստ էության կխեղաթյուրվի ժողովրդի քվեն պայմանավորված ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով։ Եվ հենց այս հանգամանքը որպես մեկնակետ հաշվի առնելով Սահմանադրական դատարանը գնահատեց, որքանով է վիճարկվող կարգավորումը համապատասխանում սահմանադրությանը։ Իհարկե, այստեղ կարևոր է հաշվի առնել եւ հաշվի առնվել նաեւ խորհրդարանական մեծամասնության եւ փոքրամասնության փոխհարաբերությունների բնույթը եւ այս առումով միջազգային ստանդարտները։ Բավական հետաքրքիր իրավական դիրքորոշում է արտահայտել Սահմանադրական դատարանը խնդրու առարկա հարցի համատեքստում Հանրապետության նախագահի կողմից իր լիազորությունների տարանջատման մասով։ Մասնավորապես 2020 թվականին ՍԴՎ 1518 որոշմամբ ՍԴ-ն արձանագրել է հետևյալը. Հանրապետության նախագահը չի կարող հայեցողաբար փոփոխել իր լիազորությունների էությունը, ավելի պարզ ասած, պարտադիր լիազորությունները փաստացի փոխակերպել հայեցողական լիազորությունների կամ հրաժարվել պարտադիր լիազորությունների իրականացումից հայեցողական լիազորությունների գործադրմամբ կամ ցանկացած այլ պատճառաբանությամբ։ Ընդ որում, Սահմանադրական դատարանը նշել է, որ նշվածը վերաբերում է սահմանադրական ցանկացած մարմնի, իրավասու սուբյեկտի եւ պաշտոնատար անձի։ ՍԴՎ 1708 որոշմամբ Սահմանադրական դատարանը վերևկայակոչված իրավական դիրքորոշումը կիրառելի համարեց, իհարկե հաշվի առնելով սույն վեճի առարկան եւ շրջանակը, նաեւ սույն գործով եւ եկավ եզրահանգման, որ իրավասու ֆրակցիայի կողմից մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնում տեխնացու առաջադրելը ոչ թե ֆրակցիայի, տվյալ ֆրակցիայի իրավունքն է, այլ պարտադիր լիազորությունը։ Իսկ եթե ազգային ժողովի իրավասու խմբակցությունը այդուհանդերձ մշտական հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի իրեն վերապահված տեղում առաջադրում չի կատարում, ինչ է տեղի ունենում, այդ պաշտոնը թափուր է մնում, թե այլ խմբակցություններ կարող են առաջադրումներ կատարել։ Շնորհակալ եմ հարցի համար, ձեր բարձրացրած հարցադրումը ըստ էության նախորդ հարցադրման օրգանական շարունակությունն էր, տրամաբանական նաև։ Այս հարցին եւս Սահմանադրական դատարանը հատուկ անդրադարձել է, որովհետեւ դիմողը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ը վիճարկում են նաև այս նորմի համապատասխանությունը։ Այս նորմ ասելով նկատի ունեմ կանոնակարգի 138 հոդվածի 12-րդ մասը։
Դրանով սահմանվում է, որ եթե իրավասու ֆրակցիան սահմանված կարգով ու ժամկետում մշտական հանձնաժողովի նախագահի նրա տեղակալի պաշտոնում թեկնածու չի առաջադրում, ապա այս լիազորությունը փոխանցվում է գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը։ Պարզ ասած, իրավասու ֆրակցիայի կողմից համապատասխան պաշտոններում թեկնածուների չառաջադրման պարագայում կանոնակարգով նախատեսված կարգավորումների գործողության պայմաններում հնարավոր է համարվում այս լիազորության փոխանցումը մեկ ուրիշ ֆրակցիայի։ Կանոնակարգի նշված դրույթը Սահմանադրական դատարանը համարեց խնդրահարույց եւ վերջնարդյունքում գնահատեց որպես Սահմանադրությանը հակասող, մասնավորապես Սահմանադրության 106 հոդվածի 2-րդ մասին։ Իդեպ, եթե նախորդ մտքին անդրադառնանք մտքերին, եթե թեկնածու առաջադրելը ֆրակցիայի պարտադիր լիազորությունն է, ոչ թե հայեցողական, բնականաբար այս կամ այն սուբյեկտիվ կամ այլ պատճառաբանություններով ֆրակցիան չի կարող հրաժարվել իր լիազորությունը իրացնելուց օրենսդրական մակարդակում ամրագրված։ Զիջումը միանգամայն այլ հարց է, այստեղ եւս հետաքրքիր հարց եք բարձրացնում, ինչու, որովհետեւ կանոնակարգի 138 հոդվածի 5-րդ մասը նախատեսում է թեկնածուների առաջադրման իրավունքը կոնսենսուսով փոխանակելու կամ զիջելու հնարավորություն ֆրակցիաների միջև։ Այս դրույթը եւս անհրաժեշտ է դիտարկել երկու ասպեկտներով՝ փոխանակում եւ զիջում։ Հասկանալի է, որ սրանք իմաստային բովանդակային առումով տարբեր են եւ օրենսդիրը պատահական չի գործածել երկու եզրույթներն էլ։ Փոխանակում ըստ էության խնդրահարույց չէ, ինչն արձանագրեց Սահմանադրական դատարանը, պայմանով, որ պահպանվի համամասնականության պահանջը, որն արտացոլված է Սահմանադրության 106 հոդվածի 2-րդ մասում։ Ինչ վերաբերում է զիջմանը, զիջումն ինքնին խնդրահարույց է։ Ինչու, որովհետև եթե սա կրկնվում է, բայց միգուցե անհրաժեշտ է, ֆրակցիայի պարտադիր լիազորությունն է, եւ ֆրակցիան չի կարող հրաժարվել իր լիազորության իրացումից, նման պայմաններում հասկանալի է, որ թեկնածուների նկատի ունեմ մշտական հանձնաժողովների նախագահների եւ տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքը։ Այս իրավունքը ֆրակցիայինն է եւ ինքը պարտավոր է իրացնել սա ըստ էության ֆրակցիան։ Ընդ որում ցանկանում եմ մի այսպիսի հստակեցում մտցնել, խոսքը բնավ չի վերաբերում համապատասխան պաշտոններում թեկնածուների ընտրության հարցում իրավասու ֆրակցիայի հայեցողության սահմանափակմանը, այսինքն անձանց ընտրության հարցում բարձ ասած ֆրակցիան ունի շատ լայն հայեցողություն։ Խոսքը վերաբերում է թեկնածուների առաջադրման իրավունքի իրացմանը։ Եվ այս առումով, այսպես ասած, անգամ կոնսենսուսով զիջումը Սահմանադրական դատարանի գնահատմամբ հակասահմանադրական է։ Հասկանալի է։ Շնորհակալություն, պարոն Շաթիրյան, այս արժեքավոր պարզաբանումների համար։ Շնորհակալություն։ Հաղորդաշարը պատրաստում է Իրավունքի Եվրոպա միավորում հասարակական կազմակերպությունը, Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ։